Պարոն Սիմոնյան, հանրային տեսանկյունից դիտարկենք այս ամենը։ Ուրիշ թեմա կա։ Դա եմ ասում, մենք տեսեք անվտանգային թեմաներ ունենք, տնտեսական թեմաներ ունենք, չնայած վարչապետն ասում է Տիկոսը, այո, բայց այդպես չի պատկերը։ Հիմա այդ թեմաները թողած, այսինքն իշխանության ամբողջ զբաղմունքը այս հարցն է։ Ինչու՞ ասես, որ իշխանության ամբողջ զբաղմունքը։ Ամեն օր գրառում Ձեզ թվում է ամեն րոպե 3 այո, Ձեզ թվում է տենց ասենք այդ հարցով կամ այն հարցով իրավ բան չի, ով այսօր ինչ ասես քննարկում է, բարև ձեզ։ Ով ասես այսօր ինչ ասես քննարկում է, դաշտը բաց է եւ ազատաբար յուրաքանչյուր մարդ քննարկել ինչ ուզում։ Այսինքն ավելի առաջն այն չպետք է դիտարկել։ Այսինքն դες թվում է տենց մենք բոլոր գործերը դրանից տուժում է եւ դրանից հետո էլ արդեն այնքան հուզված ենք լինում, էլ որ օրակարգ բերեք անվտանգային հարցեր։ Օրակարգ բերեք դուք արեք դա։ Այսինքն եթե տեսեք, մենք օրակարգ ենք ստեղծում, բայց դուք գալիս եք եւ օրակարգ եք դարձնում այն, որը որ այսօր խոսացվում է։ Ուրեմն երկրում բազմաթիվ բաներ է փոխվում, օրենքներ է ընդունվում, 550 օրենք ենք անցյալ տարի ընդունվել։ Քանի անգամ եմ ես եկել ստեղ, դուք ինձ հարց եք տվել օրենքի մասին, հələ հիշացրեք։ Հետո ասում եք օրակարգը։ Հիմա ես որպես падգամավոր օրենք ընդունելուց բացի, օրենքի մասին Հիմա ասենք 550 օրենքից բան է կար, էլի այն բանը, որը որ տեն շատ քննարկում է, գալիս եք դրա մասին ենք խոսում։ Հիմա հարցանը սա է բանանում, պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, աշխատվում է դրանց շուրջ, շուտով նորություններ կլինեն, շուտով, հիմա ասեցի, շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր, որը որ Ադրբեջանի հետ այդ process շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր, չասեցի, լավ, ասում շուտով կլինի նորություն հետաքրքիր, տեղեկություն կլինի, կարծում եմ որոշ ժամանակ անց ենթադրում եմ, որ մյուս ամիս վարչապետը նաև ասուլիսով հանդես կգա, դուք հնարավորություն կունենաք օրակարգային ռեալ հարցերից խոսալ, այլ ոչ թե խոհանոցային, այլ ոչ թե բամբասանքային, եւ օրակարգը ձևավորեք։ Ես 20 րոպե աստեղ կանգնած եմ։ Փաշինյանն ասում է հանրության 50% հիմա ավելի լավ է։ Դրա մասին նախ եւ առաջ դրա մասին խոսում են թվերը, Ակնհայտ է, որ տնտեսական ազատությունները այսօր միանշանակ շատ ավելի մեծ են, մենք դրա մասին խոսացել ենք, այսօր միանշանակ է, որ մեր տնտեսվարողները չեն վազվզում եւ հավելավճարներ չեն տալի հարկայինների պետերին, կաշառքներ չեն տալիս, ծանոթներ չունեն վարչապետի անվտանգության ղեկավարության մեջ, իմ անվտանգության աշխատակիցներին չեն ճանաչում եւ այլն, այո, երբ որ տնտեսապես դու ազատ ես, երբ որ դու տնտեսապես ազատ ես, երբ որ հարկայինը քեզ չի, ես բոլորի հարցին պատասխանել եմ։ Երբ որ դու ազատ ես եւ քո տնտեսական գործունեության մեջ ոչ մեկ փայ չի մտնում, իսկ այսօր ոչ մեկ փայ չի մտնում, չէ՞, թե չեք դա այսօր ընկել եք 66000 դրամանոց բանի։ Պարոն Սիմոնյան, եկեղեցու հետ կապված մի հարց կարող եմ ես տալ։ Յուքոմի պատմությունը գիտեք։ Էլի տենց օրինակներ դրեմ, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ եւ իրանց զավակներ հանկարծ դառնում էին օրինակ Յուքոմի պես ընկերության մեծ ամենափայատը։ Հետո գայ գնալով դա այն գործերից մեկն է, որ Նարեկ ջան, բայց այսօր մենք արդեն պետք է պայմանավորված ենք, չէ՞ որ ես քաղաքական գործիչ եմ, դու լրագրող ես, եւ մենք ոչ ես ոչ չենք զբաղվում իրավապահների գործով։ Այո, իրավապահների շատ խոստում ունենք։ Լսեք, քաղաքական խոստում ունենք, գնանք քաղաքական մեր շահառուին կներկայացնենք, ասենք մինչև 26 թվականը չկատարած խոստումների հետ կապված։ Նայ ջան, բայց հատիկ առ հատիկը գիտես, լսել ես հատիկ առ հատիկ։ Ինչ է դա։ Մի ավտոտնակ, մի բան, մեքենա $5,000 վերջ ասեցիք, մի հատ հեռախոսություն։ 5000 դրամ, ինչ ասեցիր։ Լսել ենք թվերը, Չեք լսել։ թվերը կարդում էր նիստին։ Չեք լսել, չեք լսել։ Մեր այսօր նիստին։ Չեք լսել։ Չեք լսել։ Ասում եք, հա։ Չեք Այդ լսել։ միջև գտնեք մի բան ասում։ Չեք գտա արդեն։ Հայաստանի Հանրապետության դատախազության 2018-ից 2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամ։ Դա 539 միլիոն 219 հազար ԱՄՆ դոլար է։ 2018 թվական Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել 39 միլիարդ 571 միլիոն 145 հազար դրամ։
Սենց շարունակեմ մինչև 2024-ը կարդամ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը վերադարձվեց շուրջ 52 միլիարդ 636 միլիոն դրամ, իդեպ այս թվերի մեջ դեռ չկան Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից պահանջվող 200 միլիոն դոլարը, որի մասին դեռ տեղեկություն կա, հələ չգիտենք էլ ինչքան բան է բացահայտվել, ես վստահ եմ էլի բացաբաց։ Պարոն Սիմոնյան, կարող եմ Այո, 7 միլիարդով ավելացել է, ոնց է ստացվում, բա այդ որ գալիս եք ասում եք բան արեք, անչ աշխատավարձները բարձրացնում ենք, որ ասում ենք գնացեք զենք առեք, գնացում ենք։ Լսեք, ամեն ինչի ֆոնդին զենք ենք գնել պաշտպանողական, հետո։ Վալավ էլի, որտե՞ով է պատահված։ մի հարցարով եկեղեցի մասին։ Դա ազգային ժողովին հատկած տալու ես այդ հարցը։ Լինելու է ազգային ժողովի ֆոնդից գնված մեքենա եւ դա նորմալ է։ Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենա, եւ ես մտածում եմ, որ պետք է այնուամենայնիվ իմ մեքենան փոխեմ եւ զրահապատել տամ։ Ուղղակի գումարի չլինելու օրինակ վերջերս մի հատ սրիկա դաշնակցական, ում եթերում էր, սպասեք հիշեմ, ում էր խոսում, հա, ում եթերում էր, չգիտեմ, Դավիթ է կարծեմ լրագրողի անունը, մի հատ սրիկա ոչնչություն, որը որ իրան իրավունք է վերապայել հոկտեմբերի 27-ի մասին ասել, որ դա ընդվզում էր եւ դրանից հետո լինելու պորտկում էր, ընդվզում էր եւ հետո ասում է, որ նման բան է տեղի ունենալու եւ դա ուրախություն է առաջացնելու, ես հասկանում եմ, որ այսօր այն մարդիկ, ովքեր որ խոսում են անվտանգության մասին, զրահապատ մեքենայի մասին, ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունում սպանություններ տեղի ունենան քաղաքական, Հայաստանի Հանրապետության քաղաքական սպանությունների էջը 2018 թվականից այսքան փակած է, իսկ այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու։ Թող ինքը իմանա։ Պարոն Սիմոնյան, վարչապետը դաշնակցականներն են վտանգավոր։ Չգիտեմ, իսկ դուք վտանգավոր եք։ Չգիտեմ, եթե կամ Իսկ դες թվում է ստուգում ասում են դուք դաշնակցական եք։ Ինչ հարց եք տալիս ու հասկանամ։ Այդ ինչի քաղաքական եւ լրատվական իմաստուններ է։ հասկանա դաշնակցական։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սրիկա են եւ մտածում են, որ հոկտեմբերի 27-ը դա ընդվզում է եղել եւ արդարացնում են Վազգենի, Կարեն Դեմերչյանի, Բախշյանի եւ մնացածի սպանությունները, իրանք սրիկա են եւ իրանցից պետքա զգուշ մնալ ու դա ինձ թվում է տրամաբանական։ Պարոն Սիմոնյան, վարչապետը մի այլ գրառում էր արել եկեղեցու այդ Դիմեք խոսնակին, խնդրում եմ, դրա հետ կապված արդեն 40 րոպե խոսում։ Ուրիշ բան եմ հարցնում, այդտեղ դուք էլ ինձ թվում ասելիք ունենաք։ Ասում է, որ վեհապարի ընտրության հարցում Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ դերը եւ ձայնը ունենա։ Ես եկեք sense մեկնաբանեմ, նախ եւ առաջ վարչապետի բոլոր հայտարարությունների հետ ես լիակատար կիսում եմ իր բոլոր հայտարարությունները։ Երկրորդ մեթոդով պետք է ունենա։ Օրենսդրականի ենթադրում եմ, դրա մասին չենք խոսացել եւ դրա մասին չենք քննարկել։ Բայց հնարավոր է առաջիկայում նման Պարոն Սիմոնյան, առաջիկայում հնարավոր է այդպիսի փոփոխություն լինի, օրինակ սահմանադրություն օրենքներ, որտեղ ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց ես չեմ բացառում, որ սահմանության մեջ եթե նման փոփոխություն լինի, այդ հարցը նույնպես այլ ձևա ներկայացված լինելու, որտեղ Հայաստանի Հանրապետությունը խղճի ազատություն դավանող երկիր է եւ կարծում եմ, որ եթե ինչ որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը նույնպես պետք է ունենա դրա մեջ մասնակցություն, առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար։ Թափանցիկ, ուրիշ բանի մասին չեմ խոսում։ Չեմ բացառում։ Պարոն Սիմոնյան, դուք վարչապետի խոսունքի հետ եք համաձայն, թե գրվածի բովանդակություն, դուք ասեցիք համաձայն է վարչապետի եկեղեցու հետ կապված հայտարարությունը։ Ուրեմն ես վարչապետի 2018 թվականի առաջի օրվանից սկսած եւ միջև այդ լինելով իր ընկերը, իր գործընկերը, իր թիմակիցը, միջև օրս բոլոր գրառումների, բոլոր ստորակետների հետ համաձայն եմ եւ կիսում եմ այդ բոլոր գրառումների եւ ստորակետների պատասխանատվությունը։ Եվ երբևիցե դրանից չեմ ցանկություն հայտնել կամ չեմ ցանկանալու խուսափել։ Պարոն Սիմոնյան, որ ասեցիք լավ բան արնելու չան։ Հոգեբաններ պարբերաբար խոսում են իմպիչմենտի գործընթացի մասին։ Էդգար Ղազարյանն էլ առաջադրում էր Գարեգին Բ-ի թեկնածությունը առաջարկում էր։ Դուք նման սցենարը հավանական տեսնում եք, որ որևէ եկեղեցական կարող է ներկայացված լինել, օրինակ 2026 թվականի դուրս։ Եկեղեցին կարող է իր դեմքով ներկայացնել։ Ես չգիտեմ, հիմա տեսեք, լրատվականների ներկայացուցիչները հարց են տալիս, արդյոք եւ այդպես հարց ես էլի եմ լսել, արդյոք վարկանիշի հետ կապված քաղաքական ուժը անհանգստությունն է։ Եկեղեցին այլևս քաղաքական կուսակցության դեր է իր վրա վերցրել եւ
ես չեմ բացառում, որ կաթողիկոսը կարող է մի օր ինչի Բագրատ Սրբազանը կարա վարչապետի տեխնացու լինի Կանադայի տեխնացու, Կանադայի քաղաքացի լինելով ինքը չի կարա, ինչ եք բան դնում այդ երկու մարդկանց մեջ։ Կաթողիկոսն էլ իրավունքներ ունի եւ կարող է որպես վարչապետի տեխնացու ներկայանալ մի քիչ բան, բայց եկեղեցու դեմ էս արշավում։ Փաշինյանը ունի 2026 թվականին։ Ես չեմ պատասխանում, տեսեք, դուք հարցը տալու մեջ ի սկզբանե սխալ իրողություն եք դնում։ Հանրությունը այդպես է հասկանում։ Դուք հանրությունը չեք ներկայացնում։ Դուք հանրությունը չեք ներկայացնում։ Դուք ներկայացնում եք ներողություն։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության 682,000 մի քիչ ավել ընտրողների։ Դուք չեք կարող հանրության անունից խոսեք։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում, լինելով ամենաշատ ձայն հավաքած մարդկանցից մեկը, հանրության անունից խոսեմ։ Դուք կարող եք ներկայացնել, չգիտեմ, ձեր էջի, այս հեռուստաալիքի, Facebook-յան տակի, չգիտեմ, Քոչարանամերձ ֆեյքերի եւ այն մարդկանց, ովքեր որ ինչ-որ հույսեր ունեն, իրանց մասին կարող։ Կենթանի հարցումներն են դարձրից տալիս։ Ես նշանակում եմ այդ հետևորդները իրանց, ես էլ եմ հետևում, բայց չի շղուր ես արդարացնում կամ իրանց հետ համաձայնում։ Դուք էլ եք իմ էջին երևի հետևում, բայց իմ բոլոր արտահայտությունները չի որ համաձայն եք, ճիշտ է։ Հետևում եք իմ էջին, բայց համաձայն չեք, չէ՞, իմ հետ շատ բաների հետ։ Լավ, ինչու՞ որոշեցիք հենց իմանալ